Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթ Վարդանյանը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի քան 1.5 տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։ Կրտսեր Վարդանյանի հոդվածը «Հայրս ավելի քան 550 օր բանտում է պարզապես քրիստոնյա լինելու համար» վերնագրով հրապարակել է ամերիկյան Fox News-ը։ Ես եւ իմ ընտանիքը հույս ունենք, որ Դոնալդ Թրամփը որպես խաղաղության նախագահ կկատարի իր հանձնառությունը։ Նա կարող է դա անել, Բաքվի ռեժիմին հասկացնելով, որ պետք է հետևել միջազգային կանոններին եւ ցույց կտա իր հավատարմությունը Կովկասում խաղաղությանը, ազատ արձակելով հորս ու մյուս հայ բանտարկյալներին։ Դավիթ Վարդանյանը հիշեցրել է, մինչ նախագահ դառնալը Թրամփը նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածված քրիստոնյաներին, այդ թվում հայերին։ Դոնալդ Թրամփը անցած հոկտեմբերին քննադատել էր իր դեմոկրատ մրցակից այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, մեղադրելով, որ նա ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից։ Նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը նույնպես կոչ է արել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին։ Հենց այսպիսի աջակցությունն ու ճնշումն է, որ ի վերջո կհաղթանակի, գրել է Կրտսեր Վարդանյանը։ Արցախի նախկին պետնախարարի որդին հայտարարել է, որ հայրը քաղբանտարկյալ է դարձել Լեռնային Ղարաբաղի հայերի, իրենց նախնիների հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Ավելի մտահոգիչ է այն, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գնահատմամբ Ադրբեջանում այժմ պահվում է նաև ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնց թիվը վերջին ամիսներին ընդլայնվել է, ներառելով ավելի շատ հայ եւ ադրբեջանցի իրավապաշտպաններ, լրագրողներ եւ ակտիվիստներ։ Ռուբեն Վարդանյանի թիմակից «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հավատում է, ԱՄՆ նոր վարչակազմը կարող է ազդեցություն ունենալ Բաքվի ռեժիմի վրա եւ ունի ցանկություն նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը։ Թանդիլյանը եւս հիշեցնում է գերիներին ազատ արձակելու վերաբերյալ Թրամփի ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդականի կոչը։ Կարծում եմ, որ այո, դա հենց այն երկիրն է եւ այն վարչակազմն է այսօր Ամերիկայում իշխանության, որը խաղաղության ջատագով է, մարդասիրության ջատագով է։ Հետեւաբար այո, ես կարծում եմ յուրաքանչյուր միջոց, այդ թվում նաև Դավիթի դիմումը Ամերիկայի վարչակազմին պիտի ծառայի այդ նպատակին եւ կարող եմ հույս հայտնել, որ արդյունք ունենա։ Ընդդիմադիր գործիչը քննադատում է Հայաստանի իշխանություններին գերիներին ազատ արձակելու համար անհրաժեշտ քայլեր չիրականացնելու համար։ Չես կարող խոսել խաղաղության մասին, կետեր հրապարակել, ընդհանրապես չանդրադառնալ գերիների խնդրին եւ մտածել, որ առանց նրանց ազատ արձակման կարող է խաղաղության իսկապես անկեղծ օրակարգ շրջանառվել մեր տարածաշրջանում։ Հետևաբար իշխանությունները եւ իրենց վարքագիծը ցույց են տալիս, որ իրենք առհասարակ շահագրգիռ չեն այդ մարդկանց ազատ արձակման։ Երևանը խուսափում է հրապարակավ ասել, թե կոնկրետ ինչ է անում ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Իշխանության ներկայացուցիչներն այդ պահվածքը պատճառաբանում են գերիներին վնաս չտալու միտումով։ Հայաստանի կառավարությունը հայ ռազմագերիների հարցով դեռ 2023-ին հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։ Դրա քննությունը դեռ ընթանում է։ Բայց Երևանն ու Բաքուն միաժամանակ համաձայնել են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հետ կանչել իրար դեմ ներկայացված միջազգային հայցերը։ Բաքվի բանտում 23 հայ է պահվում, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Նրանց դատավարությունը տարեսկզբին մեկնարկեց։ Արցախի նախկին նախագահների ու մյուս պաշտոնյաների դատավարությունից առանձին ընթանում է Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը։ Վարդանյանը, որը Արցախի պետնախարար է եղել ընդամենը 3.5 ամիս ու երբեք չի համակարգել ռազմական ոլորտը, մեղադրվում է 4 տասնյակից ավելի հոդվածներով, ահաբեկչությունից պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների ներկայության ընթացող դատական նիստերը պետական ազերթաժն է լուսաբանում, այն էլ հատվածական ներկայացնելով քննությունը։ Լրատվամիջոցը պարբերաբար գերիներին վերագրվող մեջբերումներ է անում, սակայն դրանց իսկությունը ճշտել հնարավոր չէ։ Օրինակ, գերության մեջ գտնվող Դավիթ Բաբայանը ընտանիքի հետ զրույցի ընթացքում օրերս հերքել էր Ազերթաջի տեղեկությունը, թե իբր ինքը հայերին է համարում Խոջալուի դեպքերի կազմակերպիչ։